Սիրելի ժողովուրդ, ես միշտ հեռու եմ եղել քաղաքականությունից, բայց այսօր, անկախ մեր կամքից, քաղաքականությունը ներխուժել է մեզանից յուրաքանչյուրի ընտանիք։ Մեր առօրյա զրույցների, ցանկությունների, մտահոգությունների եւ անհանգստությունների կենտրոնում հայտնվել են հարցեր, որոնք վերաբերվում են մեր երկրի ներկային եւ ապագային։ Կանայք, որպես կանոն, ավելի էմոցիոնալ են։ Ես նույնպես այդպիսինն եմ։ Բայց որքան ավելի եմ փորձել հասկանալ քաղաքականությունը, այնքան ավելի եմ համոզվել, որ պետության ճակատագրի մասին որոշումներ կայացնելիս միայն զգացմունքներով եւ էմոցիոնալով պետք չի առաջնորդվել։ Այդ իսկ պատճառով փորձում եմ էմոցիոնալներից դուրս սառը դատողությամբ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Եվ հենց այդ սառը դատողությամբ եմ կանգնած Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Նախ այն պատճառով, որ նրա մեջ տեսնում եմ ղեկավարի, որը չի առաջնորդվում պահի էմոցիաներով, այլ փորձում է խնդիրներին տալ խելամիտ լուծում, առանց պոպուլիզմի, ծառայելով պետությանն ու ժողովրդին։ Ես վստահ եմ, որ Հայաստանի առաջ դեռ շատ հաղթանակներ են գալու, իսկ այդ հաղթանակների հիմքում պետք է լինի պատասխանատվությունը, փորձը եւ պետական մտածողությունը։ Իմ եւ իմ ընտանիքի ձայնը ընդդիմությանն է։ Շնորհակալություն։